նայում եմ խորհրդակցություն են արել, ասում են վերնագիր տեսամ եմ Ղարաբաղյան բանը Ղարաբաղի հարցը լուծված չի։ Հայաստանում ինչ որ քննարկում է տեղի ունենում։ Ինչ որ միտեղ։ Հիմա դա նաև ադրբեջանցիներն են տեսնում եւ հետեւուց դե արի մի կողմից ասում են որ լսում են որ մեր ընդդիմությունն ասում Հայաստանում բռնաճնշումներ է, բռնապետություն է, Ադրբեջանն ասում է մի րոպե, այսքան բռնապետություն է, բա ինչի կառավարությունը այդ բաները չի արգելում։ Հա, ուրեմն իրանք թաքնված օրակարգ ունեն, ուրեմն իրական այդ որ ասում են Ղարաբաղի շարժումը ավարտել, մի կողմից ասում են ավարտել են, մյուս կողմից էլ ասում են գնացեք քննարկումներ արեք եւ այլն եւ այսպես շարունակ։ Մենք էլ մեր հերթին ասում ենք, մի րոպե, էս ինչ է, Ադրբեջանի կառավարությունը կամ նախագահի նստավայրը էս ինչ է ֆինանսավորում արևմտյան Ադրբեջանի հետ կապված ինչ-որ միջոցառումներ, խոսույթներ եւ այլն եւ այսպես շարունակ։ Այս հարցը պետք է լուծվի։ Այս հարցը երկկողմ պետք է լուծվի եւ մենք մեր ժողովուրդներին հանգիստ ապրելու շանս պետք է տանք։ Այդ որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, դա ի՞նչ է նշանակում։ Այդ ի՞նչ է նշանակում։ Այդ մարդիկ ինձ ասում են, բան արիք, տարակ, բան մի հատ էլ 7000 իրանց թվեր են հորինում 7000 երիտասարդի բանը կյանքը 1000 ներողություն եմ խնդրում իրանք այդպես գլուխը կերակ, բայց որ Ղարաբաղի հարցը չի լուծվել։ Ինչ եք առաջարկում, այսինքն ինչ եք, այսինքն դա ինչ է նշանակում։ Որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, բա ինչ է լինելու։ Բա ինչի եք մեղադրում, որ բան արին։ Զոհերի համար ինչի եք մեղադրում։ Ղարաբաղի հարցի շարունակություն նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում եւ այլն իր անկանխատեսելի հետևանքով։ Նրանք ովքեր ասում են Ղարաբաղի հարցը չի լուծվել, ասում են որ Հայաստանը պետք է նոր պատերազմ անի։ Բայց երբ որ իրանք ասում են Հայաստանում կան ուժեր, որոնք ասում են նոր պատերազմ պետք է անի Հայաստանը, Ադրբեջանն ասում է ուրեմն ռազմական բյուջեները պետք է ավելացնենք, ուրեմն արևմտյան Ադրբեջանի խոսույթ պետք է ворթեգրենք։ Այսինքն այս ամեն ինչը պարզ է, ասենց մանրամասն պետք է բացատրեն։ Ես զերծ էի մնում ասենց բացատրություններից, չնայած հիմնայում ինչի է զերծ մնում։ Պետք է պարզ թափանցիկ ամեն ինչի մասին խոսալ, որ մարդիկ հասկանան ինչի մասին է։ Նրանք ովքեր ասում են որ Ղարաբաղի հարցը լուծված չի, նրանք ասում են որ նոր պատերազմ պետք։ Ընդ որում ոչ թե կանխատեսել, ասում են նոր պատերազմ պետք։ Նոր պատերազմ պետք։ Եվ այո, կներեք, եւ այս ֆոնին ես ասում եմ, բա մյուս կողմից էլ ասում են Ղարաբաղը տվեց, այդ արեց, հետո էլ ասում են, բա զոհեր եղավ։ Բա ինչի համար են եղել, դա ինչի արտահայտությունն է, որ մենք այդ գաղափարին այնքան նվիրված ենք եղել, որ ամեն ինչի գնացել ենք հանուն Ղարաբաղի, ամեն ինչի գնացել ենք, բայց այդ ճանապարհին մեր աչքերը բացվել են, մենք շատ բան ենք հասկացել, որ չենք հասկանում, ընդ որում ստեղ բանի խնդիր չի, ստեղ սոցիալ հոգեբանության խնդիր է։ Եվ այդ սոցիալ հոգեբանություն, այդ իմացածն է, որ մենք այսօր արտահայտում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ։ Այդ ամեն ինչը մեր ձեռք բերած գիտելիքն է, որը մենք ձևակերպել ենք, այդ իմիջայլոց ասեմ ձեզ, այդ տենց անընդհատ շատ կարևոր է, որ մեր մոտ այդ ավանդույթը չկա, որ մեր պատմական փորձը դարձնենք քաղաքական միտք, քաղաքական ձևակերպում, քաղաքական տեքստ, որպեսզի մենք ի վերջո հասկանանք լավ ինչն ենք, ինչը այն չենք անում, որ անընդհատ ողբերգությունների, մակարոնների, կոտորածների, ցեղասպանությունների միջով ենք անցնում։ Հիմա մենք այո, մեր նահատակների կյանքի գնով ժողովուրդ ջան, մենք շանս ենք ստացել փոխել մեր ճակատագիրը։ Մենք շանս ենք ստացել, ասում ենք, չէ, մեզ մի կողմից ասում են անհամատեղելի է։ Մի կողմից մեղադրում են զոհերի մեջ, մի կողմից ասում են նոր զոհեր են պետք։